Պարտությունների շարանից ու մեղադրանքների տարափից հետո Արմեն Մելիքբեկյանը եկել է ասելու, որ չի հեռանում։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու։ Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետևյալ նպատակը։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Այս բարձրագոչ հայտարարությունը հնչեց ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյա հոբելյանին, սակայն այնինչ եղավ հետո չափազանց հուզիչ էր։ Անհաջող ելույթներ բոլոր մրցաշարերում։ Հավաքականը գահավիժել է ու FIFA-ի վերջին աղյուսակում զբաղեցնում է 102-րդ տեղը։ Ինչի կամ ում մեղքով մեր հավաքականը չի կարողանում հաղթանակներ կերտել։ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ չեմ, ես երբևէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեգիր։ Ֆուտբոլասերների համար մեղավորն ու պատասխանատուն մեկն է՝ Մելիքբեկյան-Նիկողոսյան դուետը։ Ֆան ակումբները նշում են, որ ֆեդերացիայի ղեկավարությունը չի կարողացել իրագործել նախընտրական ծրագիրը եւ պետք է հեռանա։ Մելիքբեկյանը կարծում է, որ ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրված արշավ է գնում։ Հրապարակվում են նյութեր, որոնք կապ չունեն ֆեդերացիայի ու իր գործունեության հետ։ Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին եւ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից։ Երբ հավաքականը 2020 թվականին պատմության մեջ առաջին անգամ որևէ մրցաշարում հաղթեց, այն ժամանակ մարզիչ կապարոսը մեծարվեց, բայց ֆեդերացիան անտեսվեց։ ՀՖՖ նախագահը չի հասկանում, ինչու երբ հակառակն է լինում, ֆեդերացիան է մեղավոր։ Կա մի զանգված, որոնք շատ ուզում են այդ պարտությունները տեսնել։ Մելիքբեկյանին ուղված մյուս ծանր մեղադրանքն այն է, որ հենց նրա կառավարման օրոք հավաքականից հեռացավ համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը, որն անգամ այսօր 36 տարեկանում փայլում է իտալական A սերիայում ու Չեմպիոնների լիգայում։ Ինչպես է արձագանքում Մելիքբեկյանը։ Հենրիխ Մխիթարյանը հանրայնորեն է ասել, որ ինքը գտնում է, որ մեկ քայլ ավելի լավ է շուտ ավարտել, քան ավելի ուշ։ Այնուհանդերձ Մելիքբեկյանն ասում է, որ շատ է ուզում, որ Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի Հայաստանում, իսկ հարցին, թե ամսական որքան աշխատավարձ է ստանում UEFA-ից, չի պատասխանում, կոնֆիդենցիալ է, բայց վստահեցնում է, հաստատ 20,000 եվրո չէ։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։